ես ասեմ եւ առաջին նախագահի եւ երկրորդ նախագահի դեպքերում եթե ինչ-որ նոր մոտեցումներ են ձևավորվում, բնականաբար պատասխանում եք, իսկ եթե նորից կրկնում ամեն ինչ, կարծում եմ, որ չեմ գտնում, որ հարգանքից ելնելով կարելի է արձագանքել, թեպետ ինչ-որ չափով արդեն արձագանքել։ Ձեր կարծիքով ինքը տարբերակ ունի 2018-ին բեռնավորումից նախագահ։ Չեմ կարող ասել, որովհետև մեզանում 2018 թվի համար որևէ քննարկումներ չկան։ Իսկ հնարավոր է, որ նա նորից լինի հանրապետականի թեկնածու, չէ՞ որ մի անգամ արդեն եղել է։ Դա մեր քննարկումներից կարելի է, որովհետև քաղաքական պրոցեսները այդպիսին են, ոչինչ չի կարելի մերժել, բայց այս պահին ասեմ, որ այդ խնդիրը բոլորովին չկա, որովհետև հանրապետականը միշտ էլ իր թեկնածուն ունի, միշտ էլ իր մոտեցումներն ունի ձևավորված, այնպես որ այսօր քննարկելը դա անհետեթություն եմ համարում, մասնավորապես այս պահին բնականաբար նաև առաջարկը չկա։ Նկատում եք Ռոբերտ Քոչարյանի առաջարկը չկա։ Իհարկե։ Պարոն Սահակյան, Ռոբերտ Քոչարյանն առաջին անգամն էր, հա, որ հրապարակային հարցազրույցում հետ նախագահական իր հարցազրույցներում խոսեց վերադարձի մասին, որովհետև չկա միջազգային պրակտիկայում, որ լրագրողը ամբողջ մի ժամանակաշրջան նկարագրում հերթականությամբ եւ հետո հարց է ուղղում, արդեն երկրորդ նախագահի համար պատասխանի հնարավորություն չտա։ Իմ հարցը կիսատ մնաց, առաջին անգամ Ռոբերտ Քոչարյանը խոսեց քաղաքականություն վերադառնալու իր հավանականության մասին, պայմանավորելով դա հանգամանքներ, արդյոք դա կարելի է այդպես վերլուծել, որ երևի թե սքողված ինչ-որ մի բան կար, բայց ուղիղ որպես քաղաքական դաշտին առաջարկ նման մոտեցում չեմ տեսել, թե հարցազրույցում եւ նաեւ այն ֆիլմում, որը նկարահանվել էր իր համար։ Եթե նա վերադառնա նորից ակտիվ քաղաքականություն, հանրապետականի համար կլինի գործընկեր թե մրցակից։ Մեզ համար բոլորը եւ գործընկեր են եւ մրցակից։ Բայց դուք ո՞ր դեր կուզեք նրան տեսնել, մրցակցի թե գործընկեր։ Նախ եւ առաջ ասեմ, քաղաքական իրողությունների մեջ տեսնելու խնդիր չկա, քննարկելու մոտեցումներ ձևավորվելու, այսօր նման մոտեցումներ չի ձևավորվել։ Այսինքն իր վերջին հարցազրույցը ձեր մոտ ձեր անձամբ դեպքացնում հանրապետականում ընդհանրապես չի քննարկվել։ Չի էլ կարող քննարկվել, որովհետև քննարկման պահը քաղաքական ժամանակաշրջան է։ Ինչ է պարտադիր, պարտադիր չքննարկել Ռոբերտ Քոչարյանի քաղաքական իրավիճակներից ելնելու, նախ եւ առաջ ասեմ, երբևիցե քաղաքականության մեջ բարեկամներ կամ մրցակիցներ, թշնամիներ հավերժական չեն լինում։ Այս պահին որևէ նման խնդիր չկա եւ ես չեմ կարծում, որ հանրապետականը հենց այս պահն է, որ պիտի քննարկի, թե 18 թվականին ինչ պիտի լինի, մասնավորապես կառավարման մոդելի եթե փոփոխություններ եղավ, քննարկումներն ու գնահատականները այլ ուղղությամբ կգնան։ Պարոն Սահակյան, իսկ քննարկվել է Դաշնակցությանը կոալիցիա վերադարձնելու հարցը, որտեղ մենք նման առաջարկ չենք ստացել, որպեսզի քննարկենք։ Խոսակցություններ շրջանառվում, որ մենք ընդհանրապես մշտապես հայտարարել ենք, մեր հայտարարությունը ուժի մեջ է, ցանկացած քաղաքական ուժ, եթե կցանկանա կոալիցիա մտնել, մենք պատրաստ ենք քննարկել եւ գնահատականներ տալ։ Մամուլում գրում են, որ ՀԿ-ն ուզում է փոկել Դաշնակցությանը քարեկից, ոնց է, այնպես մտադրություն չունե։ Գիտեք, մենք գյուղատնտես չենք, որ ինչ-որ մի ծառից ինչ-որ մի բան փոկի։ Արտահայտությունը սխալ է, բայց հասկանում եմ ինչի մասին է, երբեք այդ ճանապարհով չենք գնացել, քանի որ մեր խնդիրները տարբերակվում են բոլորի խնդիրներից, մեր քաղաքական մոտեցումները ոչ թե լոկ կուսակցական են, այլ համապետական համազգային։ Պարոն Սահակյան, տեսեք, ԲՀԿ-ի թիկունքում ներողություն միտքը ուղղակի էլի, հետո նորից վերադառնաս էլի, այսինքն մեղադրանքները շարունակվում են մասնավորապես այն հարթության մեջ, որ Աշնանը հանրապետականը զբաղվելու է պառակտելով քարակը եւ այսօր այդ գործընթացները արվում են մասնավորապես եւ ԲՀԿ-ի հարթության մեջ եւ դա ավելի շատ լրագրողական տրամաբանություն է, քան քաղաքական։
որևէ խնդիր մենք չենք տեսնում ինչ-որ մի բան պարարտելու, որովհետև դրա քաղաքական իմիջիալոց պայմաններն էլ չկան։ Պարոն Սահակյան, տեսեք, Ռոբերտ Քոչարյանի թիկունքում կամ ԲՀԿ-ն է կամ ԲՀԿ-ի թիկունքում Ռոբերտ Քոչարյանն է։ ԲՀԿ-ն էլ այսօր ուզենք չուզենք գոնե մարդկային կապիտալ ունի, այսինքն քաղաքական կուսակցություն, որը ուժ ունի։ Նաև ֆինանսական կապիտալ ունի։ Այս իմաստով չեք կարծում, որ Ռոբերտ Քոչարյան գումարած քարյակ, ԲՀԿ-ն էլ քարյակ, այսպես ասած հիմնական առանցքային ուժն է։ Ռոբերտ Քոչարյան քարյակ ուժը արդեն վախենալու բան է։ Եթե կուսակցական տեսակետից նայեք, այդտեղ խնդիր կա։ Եթե համապետական համազգային մոտեցումներ ձևավորման առումով նայեք, մենք այդտեղ չենք տեսնում որևիցե այդպիսի բարդ խնդիր, որովհետև քաղաքական դաշտը համաձայնությունների դաշտ է, առավել ևս հանրապետական կուսակցությունը իր քաղաքական կապիտալով եւ իր մոտեցումներով, քաղաքական գործիչներով կարծում եմ իր առաջնային դերակատարումը երբեք այս պահին չի սպառել։ Իդեպ տեղյակ եք Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը հանդիպում են երբեմն։ Եթե սովորական մարդկային տեսակետից, այո, եթե որևէ այդպես միջոցառում է լինում կամ պրոցեսներ է լինում, բնականաբար նաև դա հանրապետականի կեցվածն է, որը գալիս է նաև իրենից, բնականաբար շատ նորմալ փոխհարաբերությունների դաշտ է։ Այսինքն մարդկային պաշտպանվել են։ Մարդկային իմաստով, այո, քաղաքական տեսակետից հանրապետական կուսակցությունում գնում է այն ճանապարհով, ինչը ինքը որոշում է եւ ինքը գտնում է ճիշտ։ Ռոբերտ Քոչարյանը անընդհատ հարցազրույցներ է տալիս եւ անընդհատ քննադատում է հանրապետական կուսակցության վարած թե տնտեսական թե արտաքին քաղաքականությունը։ Տվյալ դեպքում հնարավոր է այսքան քննադատությունից հետո երբ նա վերադառնա արտաքին քաղաքականություն, հանրապետական կուսակցությանը չի քննադատել, գործող իշխանություններին, որի գլուխը հանրապետական կուսակցությունն է կարող քննադատել, որովհետև այդ առումով արդեն իմ տեսակետի ժամանակաշրջանի առումով ասել եմ եւ ժամանակները քաղաքականության մեջ իրար հետ չեն կարող մրցակցել։ Ես կարծում եմ, որ հանրապետական կուսակցությունը այն կուսակցությունն էր, որ ամենադժվար քաղաքական պահերին կարողացավ Անձինս Անդրանիկ Մարգարյանի կոնսոլիդացնել քաղաքական ուժերը եւ բավականին լուրջ իրողության հետևանքով խոսքը հոկտեմբերին է վերաբերվում, դրանից հետո մենք կարողացանք 2001 թվի տնտեսական աճ ապահովել, ընդ որում կառավարության հիմնական գործառույթները Հանձինս Հանրապետականի եւ Հանձինս Հանրապետականի սատարմանը Ռոբերտ Քոչարյանի հնարավորինս ժամանակները այնպիսին են, որ հնարավոր դարձավ տնտեսական աճ ձևավորել։ Պարոն Սահակյան, այսպեսի հարցում եթե կարելի է դուք Ռոբերտ Քոչարյանին բերեցիք իշխանության, նկատեմ հանրապետականը, թե Ռոբերտ Քոչարյանը ձեզ բերեց իշխանության։ Ես կարծում եմ, որ տվյալ պահին քաղաքական իրավիճակը այնպիսին է, որ հանրապետական կուսակցությունը իր ողջ կարողություններով միակ կուսակցությունն էր այդ ժամանակ, իհարկե նորից կուսակցություններ կային, որ սատարեց եւ վարչապետի ընտրության պահին եւ դրանից հետո նախագահի բնականաբար սատարել են Ռոբերտ Քոչարյանին եւ դրա արդյունքները ինչքան էլ կարողանան գնահատել կամ չգնահատել, այդ ժամանակահատվածում հանրապետականը կարողացավ միջոց հանդիսանալ, որպեսզի երկրում տնտեսական վիճակը բարելավվի։ Բայց ես կարծում եմ այսօր էլ բավարար եմ համարում տվյալ քաղաքական իրավիճակում, որովհետև մենք կարողացանք ամենայն դեպս որոշակի սոցիալական խնդիրներ լուծել, աշխատավարձի բարձրացումներ, որը մեր ժամանակների համար բավարար չէ, մենք դա ասում ենք եւ կարծում ենք, որ մեր ծրագրերը հենց նա պիտի լինի, որպեսզի կարողանանք այնպիսի միջավայր ստեղծել, որ առաջընթացը բավարարի նաև մեր հասարակությանը։ Պարոն Սահակյան, դեռ մի հարց կա տեսակետ, որ եթե հանրապետականը, այսինքն նաև Սերժ Սարգսյանը հետ վերցնես համադրական բարեփոխումները, ԲՀԿ-ն, այսպես ասած, սեպտեմբերի վերջին խոշոր ակտիվացման չի գնա, այսինքն, այսպես ասած, միտինգներ եւ այլն չի լինի։ Մեր կուսակցական առումով դուք ճիշտ եք, բայց հանրապետական առումով դուք սխալ եք, որովհետեւ այս տարիների ընթացքում նաև ԲՀԿ-ն, նաև մյուս այլ կուսակցություններ իրենք են խնդիրը առաջարկել, որպեսզի հնարավորինս լինի սահմանադրական փոփոխություններ,
առավել ևս բոլոր կուսակցությունները այսօր նաև ասում են համակարգային փոփոխություններ, իսկ դա նշանակում է ոչ թե քաղաքական կամքի հետևանք, այլ օրենքի հետևանք։ Ես ինքս կողմնակից եմ նախագահական ինստիտուտին, բայց եթե քաղաքական ուժերը եւ հասարակությունը այս տարիների ընթացքում պատմում են այլ մոդելի, մեզ համար դա քննարկելի կլինի։ Այսինքն, այս պայն մտադիր չեք հետ վերցնել։ Համադրական բարեփոխումներ։ Այս պայն մտադիր չենք հետ վերցնելու, որովհետեւ առաջադրումը մեր կողմից չի եղել, առաջադրումը եղել է ընդդիմադիր կամ ոչ ընդդիմադիր կուսակցություն։ Այսինքն դուք ընդառաջ եք գնացել նրանց առաջարկություններին, Այո, բայց հիմա միայն դաշնակցությունը դուք եք պահանջում, որպեսզի իրեն փոփոխություններ ունենալ։ Հանրապետականը որևէ բան չի պահանջում, հանրապետականը սպասում է մասնագիտական հանձնաժողովի եզրակացությանը, այն ժամանակը քննարկենք մեր գնահատականը կտանք։ Բա հիմա ինչու հետ չեք վերցնում այդ ձեր առաջարկությունները նորից ընդառաջ գնալով ոչ իշխանականների պահանջին։ Չէ՞ որ նրանք ասում են հիմա փոփոխությունները չարք։ Բայց ինչ է վերցնենք, երբ հաստատուղթը դեռևս չկա։ Հրաժարվեք փոփոխություններից առայժմ։ Բայց մենք չենք ասել փոփոխությունները կա։ Մենք ասել ենք ընդհանրապես հայացակարգներ, քննարկենք քաղաքական ուժերը հասարակության հետ միասին, որը հիմք հանդիսանա նաև մասնագիտական հանձնաժողովի վերջին արձանագրումներին, այսինքն փաստաթղթին, այն ժամանակ մեր գնահատականը կտանք։ Հիմա որևէ փաստաթուղթ չկա։ Չի բացառվում, որ հանրապետականը հենց ինքը դեմ լինի։ Փոփոխությունների մեզ շատ դեպքում ընդդիմությունը ասում է, որ եթե քաղաքական կամք ունի, այս համանadrությունով էլ կարող է առաջ գնալ, պատասխանը հետևյալն է, որ քաղաքական կամքը քաղաքական դաշտի համար է, իսկ պետության կառույցները դա օրենքի պահանջ է։ Եթե այդ պահանջները կա, միակ ելքը համանadrության փոփոխություններն են։ Թե ինչպիսի գնահատականներ կտան այլ քաղաքական ուժեր, դրա հիմքով նաև կտանք մենք մեր գնահատականը։